Գիրք ծննդոց, գլուխ 5, ուրիշ որդի։ Սա է Ադամի ծննդոց գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն, Աստծո նմանությամբ արեց նրան, Առ ու Եվեք ստեղծեց նրանց և օրհնեց նրանց, և Ադամ անվանեց նրանց այն օրը, որ նրանց ստեղծեց։ Եվ Ադամը 130 տարի ապրեց, և իր նմանությամբ իր պատկերի պես որդի ծնեց, և նրան Սեթ անվանեց։ Եվ Ադամի օրերը Սեթին ծնելուց հետո 800 տարի էին, և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Ադամի ապրած բոլոր օրերն 930 տարի եղան, և մեռավ։ Եվ Սեթը 105 տարի ապրեց և ծնեց Ենովսին։ Եվ Սեթը Ենովսին ծնելուց հետո 807 տարի ապրեց և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Սեթի բոլոր օրերը 912 տարի եղան, և մեռավ։ Եվ Ենովսն 90 տարի ապրեց և Կայնանին ծնեց։ Եվ Ենովսը Կայնանին ծնելուց հետո 815 տարի ապրեց և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Ենովսի բոլոր օրերն 905 տարի եղան, և մեռավ։ Եվ Կայնանը 70 տարի ապրեց և ծնեց Մաղաղիելին։ Եվ Կայնանը Մաղաղիելին ծնելուց հետո 840 տարի ապրեց և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Կայնանի բոլոր օրերը 910 տարի եղան, և մեռավ։ Եվ Մաղաղիելը 65 տարի ապրեց և ծնեց Հարեդին։ Եվ Մաղաղիելը Հարեդին ծնելուց հետո 830 տարի ապրեց և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Մաղաղիելի բոլոր օրերը 895 տարի եղան, ու մեռավ։ Եվ Հարեդը 162 տարի ապրեց և ծնեց Ենովքին։ Եվ Հարեդը Ենովքին ծնելուց հետո 800 տարի ապրեց և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Հարեդի բոլոր օրերն 962 տարի եղան, և մեռավ։ Եվ Ենովքը 65 տարի ապրեց և ծնեց Մաթուսաղային։ Եվ Ենովքն Աստծո հետ քայլեց Մաթուսաղային ծնելուց հետո 300 տարի և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Ենովքի բոլոր օրերը 365 տարի եղան։ Եվ Ենովքն Աստծո հետ քայլեց և չէր գտնվում, որովհետև Աստված առավ նրան։ Եվ Մաթուսաղան 187 տարի ապրեց և ծնեց Ղամեքին։ Եվ Մաթուսաղան Ղամեքին ծնելուց հետո 782 տարի ապրեց և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Մաթուսաղայի բոլոր օրերն 969 տարի եղան, և մեռավ։ Եվ Ղամեքը 182 տարի ապրեց և մի որդի ծնեց, և նրա անունը Նոյ դրեց, ասելով. «Սա մեզ կհանգստացնի մեր գործերից և մեր ձեռքի ցավերից, այն երկրի պատճառով, որին Տերն անիծեց»։ Եվ Ղամեքը Նոյի ծնելուց հետո 595 տարի ապրեց և տղաներ ու աղջիկներ ծնեց։ Եվ Ղամեքի բոլոր օրերը 777 տարի եղան, և մեռավ։ Եվ Նոյը 500 տարեկան եղավ, և Նոյը ծնեց Սեմին, Քամին ու Հաբեթին։